Ում կուզեիք տեսնել երկրի նախագահի պաշտոնում։ Նիկոլ Փաշինյանին։ Ներկա նախագահին։ Ով է ներկա նախագահը։ Երկրի նախագահը Փաշինյանն է։ Փաշինյանը վարչապետն է, նախագահը։ Վարչապետն է։ Դուք նկատի ունեք պրեզիդենտին, չեմ կարող պատասխանել, չգիտեմ։ Ում կուզեիք տեսնել երկրի նախագահի պաշտոնում։ Ինձ թվում արդեն ամեն ինչ ուշ է վերջացած է։ Չեմ կարող ասել։ Ինչ առումով է վերջացած։ Չգիտեմ, Բայց լավ ում կուզեիք տեսնել։ շատ լավ խելացի մարդիկ ունենք, որ կարող են շատ շատերը կան։ Այս պահին չեմ կարող հիշել, բայց ունենք լավ տեխնացուներ նախագահի։ Կեղծ բաներ են դրանք։ Մեզ ոչ թոշակն է հետաքրքրում, ոչ ուտելիքն է հետաքրքրում, մեր արժանապատվությունն է հետաքրքրում, մեր կյանքն է հետաքրքրում, որ բարեկեցիկ ապրենք, հույսով, ապագայով ապրենք, ոչ հույս կա, ոչինչ չունենք։ Մենք հույս չունենք, որ մեր երեխաների ապագան, մեր թորների ինչ կլինի հետո։ Հետոյի համար շատ վախ կա մեր մեջ։ Դա ստված միայն Աստծո կամքով ամեն ինչ հեղաշրջվի, մեր ուզածով լինի։ Ո՞րն է ձեր ուզածը։ Որ խաղաղ ապրենք, արժանապատիվ ապրենք, չամաչենք մեր այս արածից, ամեն ինչից, որ ամեն ինչ կորցրել ենք։ Արցախ ենք կորցրել, զոհերի մասին խոսք չկա, թե ինչ սերունդ ենք կորցրել։ Մի խոսքով Հիմա դուք ձեզ ապահով չեք զգում Հայաստանում։ բոլորովին, ոչ միայն ոչ անվտանգ, ոչ ապահով, ոչ ուրախ, մտահոգ, ամեն օր մտահոգ ապրում ենք։ Այս Նիկոլ Փաշինյանը ինչ իշխանության է եկել անդադ երջանկությունից է խոսում, քաղաքացիական Ես երջանկություն։ չեմ լսում, ոչ լսում եմ, ոչ հույս ունեմ, ոչ էլ հավատում եմ։ Գրագետ հեռատես մարդու մի հատ։ Ես ազգանունը չեմ կարող ասել։ Իմ պահանջներն այդ մարդու նկատմամբ, որ լինի գրագետ եւ հեռատես։ Այսօր ով է մեր երկրի նախագահը։ Անունը գիտեք։ Չէ, ցավոք սրտի չգիտեմ։ Մեր նախագահին, գործող նախագահի անունը գիտեք։ Դա ինչ անես։ Դու գիտես։ Քան գիտեմ Ռոբերտ Քոչարյան։ Ռոբերտ Քոչարյան, չի։ Այս պահին մեր նախագահի անունը Ռոբերտ Ռոբերտ Քոչարյանն է։ Քոչարյանը Նախագահան ինքը չի։ Չէ, Ով է։ Այսինքն ինքը ուզում է Ռոբերտ- դառնալ, բայց ինքը Բա ով է մեր ով է մեր նախագահան։ մեր նախագահ չգիտես։ Ով ասալ է։ Դուք գիտեք ով է մեր նախագահը։ Կարարի քեզ էլ մոռացա։ Գիտեմ, ես դեմքն եմ հիշում։ Տղամարդ է թեկին։ Լրջաղ նախագահ։ Լրիվ բարձրագույն կրթություն չունեցող մարդ է։ Տղամարդ է թեկին մեր այսօրվա նախագահը։ Այ քեզ բաները։ Ո՞նց է։ Այդ որ բանեկանում պետք է թռնում, ես մեծ մարդ եմ 90 տարեկան։ Բայց շատ լավ գիտեմ։ Դա քեզ է։ Հիշի։ Ո՞վ է։ Դու նախագահում ես։ Ճիշտ է, որ երկրի նախագահի անուն ազգանունը մեր քաղաքացիներից շատերը չգիտեն։ Ճիշտ չի իհարկե։ Դա Որտեղ ինչի՞ չեք պետք է ժողովուրդը ընտրի, էլի, բայց չիմանա ում ընտրում։ Պետք է հայտնի լինի նրա գործունեությունը, գործունեության արդյունքները։ Եթե այդ բոլորը չիմանա ժողովուրդը խի պետք է ընտրի։ Որը ֆիքսիվ կլինի ընտրությունը։ Վանն է, էլի, պարոն Փաշինյանը։ Փաշինյանը վարչապետն է, նախագահ։ Վարչապետն է, ով է բայցում է։ Ով ուզում ալի լավ մարդ էլի, դեր ցավը տանեմ, լավ։ Երկրի նախագահին չգիտեք։ Ես ուրիշ երկրից եմ եկել, չգիտեմ, ով է։ Ո՞ր երկրից եք եկել։ Մոսկվայից։ Մոսկվայի նախագահին գիտեք, մեր երկրի նախագահին չգիտեք։ Դե նոր եմ եկել, չգիտեմ, էլի։ Բայց լավ մարդ է լսել եմ։ Ինչ արել օրինակ։ Ինչ։ Ինչ լավ բաներ եք լսել իր մասին։ Խելոք մարդ է, ինչ ոչ մի բանի չի խառնվում։ Ում կուզեիք տեսնել երկրի նախագահի պաշտոնում։ Ինձ նախագահի մեկը անիմաստ պաշտոնը լարե նախագահ հենա նստած է մի հատ անմասանների անհասկանալի մարդ ինչ անում ինքը ոչ մի բան ինքը իրան դնում է բանի նախագահ գրթու անդերը ոնց էր այդ գյուտությունների ակադեմիայի նախագահ ու շո ինչա օգտատալ ինքը ոչ մի բան
անիմաստ պաշտոնը։ Ձեր եկամուտը ձեզ բավարարում է, որպեսզի 47000 շատ, գիտեք, չգիտեմ ինչ ծախսեմ։ Այնքան շատ եմ ստանում, չգիտեմ որտե կողեմ։ Այնա մի հատ այդպես թոշակառուկա։ Եփա թոշակը հերիք է մարդուն։ Մենակ սովետի ժամանակ, հասկանում եք, եթե մենակ հաց առնեմ, կարող է, բայց ուրիշ բան չի օգնի։ Եթե աղջիկը շնեն, փող չենք աշխատի, այդ փող չի էլի, որ ինչ-որ մենք աշխատում ենք։ ամեն ինչը թանկացել է, թե Հենա, այսօր նայում եմ միրգը, 1200 դանից պակաս միրգ չկա, ինչ եղե, լավ է, ապրում ենք։ Շատ ուրախ ապրում ենք, Ադիժան։ ինչքան պետք է լինի օրինակ թոշակը, որպեսզի բավարարի մեկ ամիս ապրելու համար։ Մի օքուն, երեմի 150,000 էլի։ Դե, էդ էլ մաշի չի, հեսա որ կոմունալն է հետ հաշվեց, բան չի մնատակը։ Հասկանում եք, կոմունալ տալիս ենք, որը չի գնում բանից, թոշակից չես գրա վճարես, պետք է հանես վճարես, ինչ անես դարշի։ Մեզ այդ վճարը չի գալի։ Չի գալի։ Ինքն են ցալի որ вообще լավ չլինի էլի։ Բանի զիբիլի վարձը դալա բանով 40 մետրով մարդը աշոտ չի։ Առաջ մարդը ինչքան մոտում է 200 դամեր, հիմա դալա ես ապրում եմ կենտրոնում դե 83-40 մետր, amma պատկերացրեք ինչքան ես պետք է դամ, եթե երեխեքս չօգնեն։ Ուժս։ Հետաքրքիր է ինքը ինչքան է տալի իր բանի համար, դաչեի համար։ Նիկոլ Փաշինյան։ Այո։ Ամբողջ կառավարական ծախսելուց։ Այդ մեզնից չէ։ Մեր թոշակից։ Դե ինչ անեմ։ Հասավ տղեն, ինչ ասի։ Հանգիստ կարա ուտի խմի մանգա։ Ինչ է եղել։ Մեկը փողը ինքը չի տալի։ Մեկը պետություն է տալի։ Ծախ կյանքել դες երազել է, եզանքն է եղել, որ ինքը փող չծախսի։ Գիտեք ով է ներկայիս նախագահը։ Նախագահ, ես վարչապետի հետ խառնեցի, Վահագն Խաչատրյանը։ Չէ, չեմ ուզում Ալեն Սիմոնյանը իր տեղը լինի։ Ինչու։ Ֆիքսու լակոտա ստից։ Բայց ով գիտի, որ ես իմանամ։ Օրինակ ասես ինչն է խնդիրը, որ մեր քաղաքացիները մեծ մասը չգիտեն ով է մեր երկրի գործող նախագահը։ Որովհետև եղած չեղած մի հաշիվ է ինձ թվում է։ Իսկ ում կուզեիք տեսնել երկրի նախագահի պաշտոնում։ Չունեմ տեխնացու իմ մեջ առայժմ, չեմ կարող ասեմ։ Ձեր եկամուտը բավարարում է, որպեսզի մեկ ամիս կարողանաք ապրել։ Ահագին բաներից զրկվելով, ծերեցերին հասցնելով մի կերպ հասցնում ենք։ Օրինակ ինչի՞ց եք ձեզ զրկվում։ Շատ բաներ կա, չեմ կարող հիմա տենց հատ նշեմ։ Թանկացումներն են պատճառը։ Դե բա իհարկե, թանկացումներն են պատճառ։ Ասենք, եթե միջազգային տարադրամին են նայում, տարադրամի արժեքը իջնում է, դրամի համեմատ դրա հետ գինը թանկանում է, տարադրամի արժեքը բարձրանում է, գինը նորից թանկանում է, չես կարող հասկանալ, ինչի հետ է կապված։ Այս թանկության պայմաններում որքան գումար է անհրաժեշտ, որպեսզի մեկ ամիս կարողանաք այսպես հանգիստ ապրել։ Ես ճիշտ ասած թոշակառու եմ, դե գոնե մի 200-ից 300,000 ինձ թվում է կբավարարի գոնե մարդավարի ապրելու համար։ Իհարկե այսօրվա գների պայմաններում, եթե թանկացումներ եղավ, այդ ժամանակ չեմ կարող ասեմ։